Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 17835 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 364 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 394 ոչ սթափ վարորդ, 589 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 108 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 801 հանցագործություն, այդ թվում 287 առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպք, թմրանյութի հայտնաբերման 86, ֆիզիկական ներգործության 55, մարմնական վնասվածք պատճառելու 45, անձնական ունեցվածքի գողության 29, խարդախության 28, հոգեկան ներգործության 27, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 35 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 36 հետախուզվող, 2 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք։ 7 օրում գրանցված 103 ավտովթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, վնասվածք ստացել 140-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 593 դեպք, 319 արտակարգ։ Մասնավորապես հրդեհի 226, հրդեհի ծագման սպառնալիքի 50, ճանապարհատրանսպորտային պատահարի 69, կենցաղային կանչի եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Հանդիպակաց գոտիով երթևեկող վարորդները հայտնաբերվել եւ տուգանվել են։ Բարեկային ծառայությունը զգուշացնում է։ Օրերս համացանցում տեսանյութեր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես է Մայրաքաղաքի Փափազյան փողոցում հանդիպակաց երթևեկում ջիպ մագնիշի ավտոմեքենայի վարորդը։ Համացանցում տեղ գտած մի տեսանյութում էլ աշտարակի խճուղում նույն կերպ վարում էր Հոնդայի վարորդը։ Այս երկու դեպքով էլ Երևանի պարեկները հայտնաբերել են վարորդներին։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասը հստակ սահմանում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, եւ եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 25 պատիկի չափով տուգանային միավորի կիրառում 4 միավոր։ Հարգելի վարորդներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Հարգել երթևեկությունը ձեզ հետ կիսող մյուս մասնակիցներին։ Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել։ Երիտասարդը կալանավորվել է։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Չարենցավանի հուշահամալիրի մոտակայքում հայտնաբերել, թմրանյութ պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 23-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հերոին տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով 19 փաթեթ, ընդհանուր 29.9 գրամ քաշով։ Պարզվել է, որ երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր Չարենցավան քաղաքի տարբեր հատվածներում, իսկ մի քանի փաթեթ արդեն իսկ տեղադրել էր հուշահամալիրի մոտակայքում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հուշահամալիրի տարածքում հայտնաբերվել է արդեն իսկ տեղադրված թմրանյութի 23 փաթեթ, ընդհանուր 25.25 գրամ քաշով։ 23-ամյա երիտասարդը կալանավորվել է, կատարվում է նախաքննություն։ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման եւ առգրավման աշխատանքը։ Վերջին օրերին կամավոր ներկայացված զենք զինամթերքի դեպքերի ընտրանին ներկայացնենք մեկ տեսաշարով։ Հոկտեմբերի 27-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենք զինամթերք է թողել Դավթաշենի եկեղեցու մոտ։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած ծառայողները հայտնաբերել են ինքնաձիգ, նռնականետ, նռնակ եւ այլ զինամթերք։ Հոկտեմբերի 31-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից հետը բերած զենք զինամթերքը թողել է Արմավիրից Ծառաշեն տանող ճանապարհի աղբանոցի մոտ։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած ծառայողները հայտնաբերել են Կալաշնիկովի 1 ինքնաձիգ, որսորդական 3 հրացան, գազային 1 ատրճանակ, պայթուցիչով 4 նռնակ, 3 ական, գնդացրի 110 ու ինքնաձիգի 107 փամփուշտ եւ այլ զինամթերք։
Նոյեմբերի 2-ին 911 զանգած քաղաքացին էլ հայտնել է, որ ինքն էլ պատերազմի մասնակից է եւ հետը բերած զենք զինամթերքը թողնում է Վայք քաղաքում։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ եւ ռազմամթերք։ Նոյեմբերի 3-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմից բերած զենք զինամթերքը թողնում է Մարի փողոցի կիսակառույց շենքի մոտ։ Նորնորքի համայնքային բաժնի ծառայողները հայտնաբերել են Կալաշնիկովի 1 ինքնաձիգ, 3 նռնակ փամփուշտներ եւ Մակարով տեսակի ատրճանակ։ Արմավիրի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում առաջին ահազանգը ստացվել է նոյեմբերի 4-ին։ Էջմիածնի ռեստորաններից մեկի հետնամասում հայտնաբերվել է Կալաշնիկովի 1 ինքնաձիգ եւ 191 փամփուշտ։ Նոյեմբերի 7-ին ստացված ահազանգի հետքով Արմավիրի Կաթի գործարան տանող ճանապարհ մեկնած ոստիկանները հայտնաբերել են Կալաշնիկովի 1 ինքնաձիգ, կարճացված փողով հրացան, 2 նռնակ, 252 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Օրդորում ենք ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին։ Դրանով դուք կազատվեք քրեական պատասխանատվությունից։